Գիտու ինչի մասին է այս գործը եւ դատարանի գործը իհարկե վերջական այս իշխանությունների կողմից հարվածան հասկանալի գործ է եւ թե ինֆորմացիան, որը որ տարածվել է Իջական կոմիտեի կողմից այնքան հեղեղուկ է եւ այնքան հեճելի, որ այս պարագայում գործ անվանել դա պարզապես ակնհայտ է, որ այս փուլում այս իշխանությունները պետք է գնային ռեպրեսիվ հերթական քայլերին եւ փաստորեն հերթական քրեական գործուղարային եւ օրինային ակնկալում եմ ես արդյոք դատարանից օրենքին եւ իրավունքին համապատասխան որոշում ոչ թեև շատ կուզենայի որ գոնե այս անգամ դատարանը հաջողորեն մեզ զարմացներ եւ փորձեր գոնե ապացուցել որ դատական համակարգը անկախ է գործադիրից բայց ով է դատավորը այո, սովորաբար եթե օրինակ գործը քններ Մասիս Մելքոնյանը, մենք բոլորս հենց ի սկզբանե արդեն կունենայինք չէ, Մասիսը չէ, Մելքոնյան, գործը քննում են դատավորը Աբելյան, եթե չեմ սխալվում, եկեք մեկ վայրկյան ճիշտ ասեմ անունը, որպեսզի Գարիկ Աբելյանն է առաջընթաց կա հետևաբար ուզում ասեմ, այս պարագայում այնպես չէ, որ մենք հենց միանշանակ կարող ենք ասել, որ դուրս են գալու խալանքի որոշումով, բայց գիտեք, մեր դատական համակարգը եւ հատկապես վերջին տարիներին այնքան է դարձել կախյալ, որ շատ դժվար է լինում ակնկալել որ կկայացվեն արդարացի որոշումներ, հետևաբար դա եմ ասում, ես ուզում եմ որ հավատալ, որ այս անգամ դատարանը մեզ հաջողորեն Տիկին Վարդանյան, դուք որպես պատգամավոր այս մեղադրանքի հետ կապված կարող եք ասել մարդուն մեղադրում են իր գործունեության ընթացքում ինչ-որ ապօրինի տեղեկություններ հավաքագրել, պետական գաղտնիք, օրինակ պատնիստից եւ տալ դաշնակից բարեկամ պետությանը ու դա համարվում է պետական դավաճանի։ Նախ եկեք սկսենք որ նրանից որ գործունեության ընթացքում դա տեղի չի ունեցել, այսինքն այն հաղորդակցությունը որ Իջական կոմիտեն սկզբում տարածեց, փորձում էր ստեղծել տպավորություն, որ Անդրանիկ Թևանյան падգամավոր է, հավաքել է ինֆորմացիա եւ ներկայացրել է, փոխանցել է ինչ-որ այլ անձանց։ Հետո երբ պարզաբանում եղավ, որ 2024 թվականի ապրիլի 9-ին Անդրանիկ Թևանյանը падգամավոր չի եղել, հետևաբար չէր կարող ներկա լինել փակնիստին, մենք էլ հանկարծ հիշեցին, որ այնտեղ ապօրինի ձևակերպում ունեն եւ դրանով են հիմնավորում, որ ապօրինի ինֆորմացիա է ձեռքբերել։ Բայց եթե չեմ սխալվում, Անդրանիկ Թևանյանը նույնիսկ գաղտնիության այդ փաստաթղթի տակ չէր ստորագրել, հետևաբար падգամավոր լինելու պարագայում է նաեւ նիստին ներկա չէր գտնվելու, չէր կարող է դեպքում դեզանից է ստացել, այլ գործընկերներից է ենթադրյալ ինֆորմացիա ձեռքներին Պարոն Մակարյան, դուք այս դատախազությանը հուշում եք, որպեսզի հաջորդը գնան մնացած բոլոր падգամավորների տները, ովքեր այդտեղ ներկա են եղել, խորհուրդ կտամ սկսել նաև ԿՊ падգամավորներից, որովհետև սովորաբար ինֆորմացիա հավաքել եւ ըստ օգնում կախված լուրերու ինֆորմացիա փոխանցելու սովորույթը հենց նրանց է պատկանում, բայց խոսելով հենց այդ նույն լսումների մասին եւ բազմապես կողմնա հարգելի լրագրողներին հետ գնալ եւ ուսումնասիրել 2024 թվականի ապրիլի 9-ին եւ դրան հաջորդող հայտարարությունները եւ լրատվամիջոցներում եղած հրապարակումները եւ այլն։ Լսումներին անմիջապես հաջորդեցին հայտարարություններ եւ բազմաթիվ պատգամավորներ հենց այդ հայտարարությունների ժամին ասացին, որ այս լսումները փակ անցկացնելու իմաստը մենք այդպես էլ չհասկացանք, որովհետեւ լսումների ընթացքում որևէ փակ կամ գաղտնի ինֆորմացիա չփոխանցվեց։ Խոսքը վերաբերում էր սահմանազատման եւ սահմանագծման հարցի վերաբերյալ լսումներին 2024 թվականի ապրիլի 9-ին զեկուցողներն էին այն ժամանակ Մհեր Գրիգորյանը եւ Արադ Միրզոյանը, բայց ես խնդրում եմ մի զլացեք եւ հետ գնացեք ու նայեք այդ օրվա հայտարարությունները եւ դրան հաջորդող հրապարակումները, որովհետեւ լսումները, որ նախաձեռնվել էին ընդդիմադիր ուժերի նախաձեռնությամբ, ընդդիմադիր ուժերին այդպես էլ որևէ հստակեցում, որևէ բաժանվան չտվեցին եւ մենք բոլորս այդքան նաեւ ես իմ հարցազրույցների ժամանակ շեշտել եմ, որ այս լսումների ընթացքում այդ լսումները հերթական անգամ այդ պետական պաշտոնյաների հրապարակային արված հայտարարությունները արժանյոմից հայտարարություններ անելու հնարավորություններ տալիս։ Բայց այդ լսումները մի կողմ, որ ինքը չի մասնակցել, համարենք ինչ-որ տեղից դեռ կարող ենք որևէ ԿՊ պատգամավոր Անդրանիկ Թևանյանին խաբարացվել, թե ինչ է քննարկել։
Ես ասեմ, որ ձեր չեմ ասում, որ հատկապես ձեր մասում։ Հիմա այդ Անդրանիկ Լևանյանը ո՞նց է փոխանցել օրինակ այլ երկրի, օրինակ Ռուսաստանի եւ որ գործընկերոջն է փոխանցել, որ այդ դավաճանության փաստը միացած։ Ես կարծում եմ, այդ բոլոր հարցերին հենց պետք է պատասխանի քրոջական կոմիտեն, իր կառույցի ընթացքում, որովհետեւ այդ բոլոր հարցերը ցածում են նաև մեզ մոտ։ Տելեգրամով աղարկել Եվ օրինակ շատ հետաքրքիր է թե այդ ինչ ապացույցներ են այս անգամ այսպես հորինելու, կտրելու, կպցնելու, որովհետև մեր վարույթները իրականացում են բացառապես կեղծված ապացույցների հիման վրա եւ ես ինքս էլ սպասում եմ տեսնեմ այս անգամ որքան է նրանց ֆանտազիան բավարարելու, որպեսզի կազմեն այնպիսի ապացույցներ, որով փորձեն հիմնավորել այս չգիտեմ ոչ խելամի բառերը Ուզում Անդրանյան, դե հասել է ապացույցների հետ կապված, որ ասենք, որ ասենք ֆորմի Coca-Cola-ին տալիս համար, որոնք ապացույցական բաժանը հրապարակում են։ Այս դեպքում եթե դու ձայնագրություն, տեսանակ, եթե կա ինչ են հրապարակում։ Ենթադրում եմ դեռ այս պահին իրենք այդպիսի ապացույց չեն կազմել, ինչու եմ ասում, կազմել, որովհետև սովորաբար ինչ են անում, վերցնում են որևէ հաստատում կամ որևէ ձայնագրություն, կտրում, կպցնում են իրար, ինչպես բազմաթիվ գործերով դրան ականատես են եղել եւ հետո հրապարակում են։ Ենթադրում եմ այս անգամ այնքան հրատապ են գործել, որ առայժմ այդպիսի ապացույցներ չեն ամեն ինչ է բանի դեպքում ցանկացած դեպքում ապացույցները բնավ դիվայդ են, բայց մենք ամեն օր ըստ էության լրատվամիջոցներում քրոջական կոմիտեի կողմից տարածելուց հետո արդեն տեսնում ենք տարբեր տեսակի ձայնագրություններ եւ այլն, խիստ կասկածելի ձայնագրություններ, հետեւաբար այս պարագայում ես կարծում եմ, որ դեռ ամեն ինչ արժեվում է, դեռ իրենք պետք է փորձեն ուրեմն այնպիսի ապացույցներ իրենց համար ձեռնտու ապացույցներ կտրեն, կպցնեն, որ կարողանան այս աբսուրդը հիմնավորել։ Տիկին Վարդանյան, մի բան է, Անդրանիկ Լևանյանը համարվում է ռուսական գործիչ։ Ես կարծում եմ դրա պատասխանը պետք է տան իր գործողությունների հետևող քաղաքացիները, որովհետև ես չեմ բաժանում որևէ մեկին պրոռուսական կամ պրոարևմտյան, ես դիտարկում եմ Անդրանիկ Լևանյանի հայաստանյան գործիչ։ Ինքը Ռուսաստանից երբևէ որևէ գումար ստացել, ինքը բանի դիմաց։ Ճիշտ հասցեատիրոջ չէ։ Դες որ մի թիմից եք, պետք է օրինակ $620,000, որ նշում եմ նախ կա թե չէ, թե օրինակ օրինակ չի վեր, եւ եթե իսկապես կա Ես այդ հարցին կարողանամ պատասխանել բաց հավասար դեպքում, եթե դրա վերաբերյալ հստակ ապացույցներ կներկայացվեն։ Հետևաբար ես ոչ միայն կասկածում եմ այս ամբողջ աբսուրդի, այլ նաև կասկածում եմ, որ մենք կարողանալու ենք ապացույցներ ներկայացնել նաև Այսինքն, բայց դուք 620,000 հետ կապած է դոլարի հետ կապած դուք ինչ կարող եք ասել։ Ես ձեզ նման ամեն ինչի մասին իմացել եմ քրոջական կոմիտեի հայտարարությունից։ Եվ ես այդ քրոջական ես իրավունք ունեմ կասկածի տակ դնելու, որտեղ գոնե վերջին Տեսեք, մի ժամանակ հիշում եմ շրջանակները Անդրանիկ Լևանյանը մեղադրում են Սորոսից գումար ստանալու մեջ, չնայած դեպքեր փորձել է, հիմա էլ ասում եմ Ռուսաստանից է ստացել։ Պարոն Մակարյան, ես էլի կրկնում, ես Անդրանիկ Լևանյանին մտածում եմ, պրո։ Եթե համարում են Եվ հետևաբար ես ակնկալում եմ, որ այս աբսուրդը պետք է կարողանա հիմնավորել ապացույցներով, որ ես խիստ կասկածում եմ։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Արմաթ Մեդիա AM կայքում։